Ադրբեջան-Արցախ հակամարտությունն ունի ավելի քան 100 տարվա պատմություն։ Իր ծագումից մինչ օրս բազմաթիվ փորձեր են արվել լուծելու այն, սակայն դրանցից եւ ոչ մեկը չի ապահովել ցանկալի արդյունք։ Դրա պատճառներից մեկը Արցախի նկատմամբ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի վարած հակահայկական, ծավալապաշտական քաղաքականությունն ու խաղաղության հասնելու իրական նպատակի բացակայությունն է։ Դեռևս չկարգավորված Ադրբեջան-Արցախ հակամարտությունը հավելյալ ռիսկեր է ստեղծում Հարավային Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Հարավային Կովկասի անվտանգության հարցը, բացի տվյալ տարածաշրջանի երկրներից, հետաքրքրում է նաև արտատարածաշրջանային երկրներին, պայմանավորված այստեղ վերջիններիս հետապնդած քաղաքական, տնտեսական եւ այլ շահերով։ Հետևաբար, հակամարտության խաղաղ, արդար եւ շուտափույթ կարգավորումը, որը կարող է նպաստել Հարավկովկասյան տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղության հաստատմանը, բխում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների շահերից։ Արցախի հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած 2020 թվականի 44-օրյա ահաբեկչական պատերազմը եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ին Արցախահայության ցեղասպանությունն ու Արցախի հայաթափումը բոլորովին նոր իրադրություն ստեղծեցին Հարավկովկասյան տարածաշրջանում։ Ադրբեջանի ագրեսիան ցույց տվեց, որ վերջինս հրաժարվում է Ադրբեջան-Արցախ հակամարտության խաղաղ կարգավորումից, մասնավորապես ռազմական եղանակով հարցի լուծումը բացառելու վերաբերյալ բազմիցս արված իր հայտարարություններից։ Պատերազմը բացահայտեց Ադրբեջանի ագրեսիվ, զավթողական քաղաքական բնույթը եւ ԵՀԿ Մինսկի խմբի ջանքերի անտեսումը տարածաշրջանում կայուն եւ խաղաղ զարգացումների վերաբերյալ։ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, այն փակված էջ չէ, ուստի հակամարտության կարգավորման նոր ուղիների, Արցախահայության Արցախում վերահաստատվելու հիմնական գաղափարի իրականացման հնարավորությունների արծարծումը հրատապ անհրաժեշտություն է։ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունը Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչման մեջ է։ Մինչև չլինի Արցախի հանրապետության անվտանգության ապահովման կայուն, տևական եւ արդյունավետ միջոց, օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանն իր ահաբեկչական գործելավոճը Արցախի հանրապետության նկատմամբ իր ապօրինի հավակնությունները չի դադարեցնելու։ Ինչ կարող են անել դրա համար միջազգային հանրության անդամ պետությունները։ Ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը։ Իսկ ինչու չեն ճանաչում։ Քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չի ճանաչել եւ չի ճանաչում Արցախի հանրապետության անկախությունը։ Կարծում ենք, Արցախի հանրապետության անկախությունը չճանաչելու օտարերկրյա պետությունների քաղաքական վարքագծի մեջ կա որոշակի տրամաբանություն։ Եթե Հայաստանի հանրապետությունը բացառությամբ իհարկե այս գործող վարչակազմի, որն աշխարհի ամենաշահագրգիռ պետությունն է Արցախի հանրապետության նկատմամբ բոլոր առումներով, չի ճանաչում Արցախի հանրապետության անկախությունը, ինչու պետք է օտարերկրյա պետությունները ճանաչեն։ Հարկ է նշել, որ դեռևս 1992 թվականին Ուրուգվայը, Արգենտինան եւ Բրազիլիան պատրաստ են եղել ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը, պայմանով, որ առաջինը այն ճանաչի Հայաստանի հանրապետությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական, Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման հարցով գլխավոր բանակցողներից մեկը Ժիրայր Լիպարիցյանը 2021 թվականի դեկտեմբերի 13-ին Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։ Հայաստանի հանրապետության այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը վերոնշյալ պայմանին արձագանքել է պայմանով, ասելով. մեջբերում, թող մեկ երկիր ճանաչի, ես Ղարաբաղի անկախությունը կճանաչեմ։ Ես հիշեմ 92 թվին Ռաֆի Հովհաննիսյանը, որ արտգործ նախարար էր, շատ էր բնդում, որ մենք պետք է ճանաչենք Ղարաբաղի անկախությունը։ Եվ հավատ կար, որ չէ, շատ երկիրներ կճանաչեն եւ այլն։ Իսկ նախագահը Տեր-Պետրոսյանը ասում էր, որ դա հավանական չէ, կարելի չէ։ Ռաֆին ասեց, ես կարող եմ անել, Հարավային Ամերիկա այցի գնաց եւ վերադարձավ ասելով, որ Բրազիլիան, Արգենտինան, Ուրուգվայի պատրաստ են։ Լևոնը ասավ, մեկ երկիր ճանաչի, ես Ղարաբաղի անկախությունը կճանաչեմ։ Այսպիսով, քանի որ Հայաստանը չի ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը,
Նշված պետությունները նույնպես հրաժարվել են Արցախի անկախության ճանաչումից։ Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հասնելու հնարավորություններից մեկը Հայաստանի հանրապետության կողմից Արցախի հանրապետության անկախության ճանաչումն է։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը վերնագրով ռեզոլյուցիա, որի առաջին կետի համաձայն մեջբերում գլխավոր ասամբլեան վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման եւ պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման եւ խրախուսման հիմնարար պայման։ Մեջբերման ավարտը։ Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել եւ պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Համաձայն ՄԱԿ-ի կողմից 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին եւ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրերի մարդն ունի բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես կյանքի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք եւ այլն։ 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված ռեզոլյուցիայի առաջին կետի համաձայն միջազգային դաշնագրերով սահմանված մարդու իրավունքները չեն կարող արդյունավետ կերպով երաշխավորվել եւ պաշտպանվել, եթե չիրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։ Այս իմաստով ամենևին էլ պատահական չէ, որ թե տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին, եւ թե քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին ՄԱԿ-ի կողմից ընդունված միջազգային դաշնագրերի առաջին հոդվածներում սահմանված է հետեւյալը. մեջբերում բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը եւ ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական եւ մշակութային զարգացումը։ Մեջբերման ավարտը։ Մինչև միջազգայնորեն չճանաչվի Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի հանրապետությունը հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել եւ պաշտպանել Արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները։ Արցախի հանրապետությունը եւ Հայաստանի հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով զանգվածաբար խախտվել էին Արցախի հանրապետության քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ։ Մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքը, որը սահմանված է քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածով։ Եթե միջազգայնորեն ճանաչված լիներ Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի հանրապետությունը, ապա դա հիմնարար երաշխիք կհանդիսանար Արցախահայության մնացյալ բոլոր իրավունքների, այդ թվում ազատ տեղաշարժի իրավունքի արդյունավետ երաշխավորման եւ պաշտպանության համար։ Հետևաբար, Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է։ Հարկ է նշել, որ Արցախի հանրապետության անկախության ճանաչումը կամ Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը չի կարող որևէ կերպ խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնորոշման սկզբունքը սահմանված է որպես նպատակ, իսկ տարածքային ամբողջականությունը որպես սկզբունք։ Այսպես, կանոնադրության առաջին հոդվածի երկրորդ մասով մասնավորապես սահմանված է. մեջբերում միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են զարգացնել ազգերի բարեկամական հարաբերությունները, հիմնված ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա։ Մեջբերման ավարտը։ Իսկ կանոնադրության երկրորդ հոդվածի 4-րդ մասով մասնավորապես սահմանված է. մեջբերում կազմակերպությունը եւ նրա անդամները հետամուտ լինելով առաջին հոդվածում շարադրված նպատակներին գործելու են հետեւյալ սկզբունքների համաձայն. բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ եւ կամ միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից։ Մեջբերման ավարտը։ Մեջբերումներից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածում շարադրված սկզբունքները
պետք է հիմք հանդիսանան կանոնադրության առաջին հոդվածում շարադրված նպատակներին հասնելու համար։ Այսինքն, տարածքային ամբողջականությունը որպես ՄԱԿ-ի սկզբունք պետք է հիմք հանդիսանա հասնելու ժողովուրդների ինքնորոշմանը որպես ՄԱԿ-ի նպատակի։ Փաստորեն, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ժողովուրդների ինքնորոշումը տարածքային ամբողջականության նկատմամբ ունի գերակա դիրք։ Տարածքային ամբողջականության նկատմամբ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա դիրքի մասին է վկայում նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը։ Արդարադատության միջազգային դատարանը 2010 թվականի հուլիսի 22-ին ընդունել է խորհրդատվական եզրակացություն միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ։ Դատարանը քննության է առել նաև տարածքային ամբողջականություն հասկացությունը եւ տվել հետեւյալ մեկնաբանությունը։ Մեջբերում տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակը սահմանափակվում է միջպետական հարաբերությունների ոլորտով։ Մեջբերման ավարտը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին կարելի է խոսել միայն միջպետական հարաբերությունների ոլորտում, այսինքն երկու կամ ավելի պետությունների միջև հարաբերությունների ոլորտում։ Այդ ոլորտից դուրս չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Տարածքային ամբողջականության սկզբունքը կարելի է կիրառել միայն պետությունների միջև հարաբերությունների մասին խոսելիս։ Քանի որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող հակամարտություն չէ, հետևաբար այս հակամարտության պարագայում չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին։ Այսպիսով, Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության լույսի ներքո օկուպանտ Ադրբեջանը Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում չի կարող խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին։ Հետևաբար, Արցախի հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերի տիրոջ իրավունքով եւ կարգավիճակող Արցախ վերադարձը եւ Արցախի հանրապետությունում նրանց երաշխավորված անվտանգ եւ ստեղծարար կենսագործունեությունն արդյունավետ կերպով ապահովելու համար Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է։ Երբ ասվում է, որ արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով, նկատի է առնվում հետեւյալը. Առաջին, Արցախի հանրապետությունում պիտի շարունակի իր լիազորություններն իրականացնել Արցախի հանրապետության ժողովրդի կողմից ձևավորված վարչակազմը։ Երկրորդ, Արցախի հանրապետությունում պիտի շարունակի գործել Արցախի հանրապետության օրենսդրությունը։ Եվ երրորդ, կտրականապես պիտի բացառել օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանին Արցախի որևէ կերպ ուղղակի, անուղղակի կամ նույնիսկ թվացial ենթակայություն։ Հաշվի առնելով առաջին Արցախահայության կամ արտահայտությունը միջազգային եւ ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, երկրորդ 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշումը, որի ընդունման համար Հայաստանի Հանրապետությունը մասնավորաբար հիմք է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, երրորդ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարումը եւ չորրորդ Արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ապացուցված քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետությունը կարող է եւ պետք է անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը։ Հարկ է նշել, որ դեռևս 1992 թվականին Հայաստանի Հանրապետությունը որոշակի քայլ է կատարել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ։ 1992 թվականի հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին որոշում։ Նշված որոշումը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա։ Փաստորեն,
Հայաստանի Հանրապետությունը դեռևս 1992 թվականի հուլիսին ճանաչել է Արցախահայության կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը։ Այն է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ Այս քայլով առաջին Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, մասնավորապես Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի իրականացման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կունենա լեգիտիմ իրավունք ռազմական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը եւ երկրորդ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից նրա փոխարեն առավել եւս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետության ազգային պետական շահերին։ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն 6 հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։ Առաջին հարմար հնարավորությունը եղել է 1991 թվականին, երբ նույն թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումյանի շրջանային խորհուրդների բոլոր մակարդակների խորհուրդների падգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը։ Այդպիսով ազդարարելով նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումյանի շրջանի անկախության իրավական գործընթացի մեկնարկի մասին, որին ի պատասխան Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ։ Երկրորդ հարմար հնարավորությունը եղել է մինչև 1994 թվականին մայիսի 9-ից 11-ը հրադադարի համաձայնագրի ստորագրումը, երբ օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը չէր դադարեցնում ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի մոտավորապես 9%-ը։ Սակայն փոխանակ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1992 թվականին հրապարակային հանդես է եկել նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմ մտցնելու միջոցով հակամարտությունը լուծելու օգտին։ 1992 թվականի մարտի 5-ին նա հարցազրույց է տվել Կոմսոմոլսկայա Պրավդա ռուսալեզու թերթին եւ մասնավորապես հայտարարել հետեւյալը. Մեջբերում Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны. Ведь при этом Карабах остается в составе Азербайджана. Территориальная целостность республики сохраняется. А карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнедеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне. Մեջբերման ավարտը։ Մեջբերումից պարզ է դառնում, որ 1992 թվականի մարտ ամսվա դրությամբ առաջին Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը համարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Երկրորդ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել, որ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով։ Եվ երրորդ, ըստ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, եթե նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով, ապա այդ դեպքում արցախցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն։ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման նման մոտեցմամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել այն պարագայում, երբ 1988 թվականին խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ եւ Գանձակ քաղաքներում 1990 թվականին մայրաքաղաք Բաքվում տեղի էին ունեցել հայերի ցեղասպանություն եւ բռնի տեղահանություններ։ Իսկ 1991 թվականի ապրիլից օգոստոս ամիսներին խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի եւ ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել էին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմավոստիկանական կոլցո կամ օղակ գործողությունը։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման երրորդ հարմար հնարավորությունը
Հայաստանի Հանրապետության համար եղել է 2016 թվականին, երբ նույն թվականի ապրիլի 2-ին օկուպանտ Ադրբեջանը կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաեւ 1994 թվականի մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը երկրորդ անգամ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության դեմ եւ մինչեւ ապրիլի 5-ը չի դադարեցրել ռազմական գործողությունները։ Ինչ է արել Հայաստանի վարչակազմը։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը փոխանակ անմիջապես ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը 2016 թվականի ապրիլի 4-ին իր աշխատավայրը հրավիրել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին եւ մասնավորաբար հայտարարել հետեւյալը. մեջբերում մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե իրոք ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե իրոք ռազմական գործողությունները շարունակվեն եւ ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Ինչու դա արվեց։ Ո՞րն էր դրա նպատակը։ Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է բավականին հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։ Եթե Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, ապա որևէ առանձին երկիր, որևէ միջազգային կառույց հիմք չէր ունենա քննադատելու կամ առավել եւս դատապարտելու Հայաստանի նման քայլը։ Ինչու՞։ Քանի որ Ադրբեջանը դուրս էր եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցային ձևաչափից եւ դիմել ուժի, այդպիսով խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներից երկուսը, այն է վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքը եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին սկզբունքը, որոնք ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին դրված են ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կողմից առաջարկված եւ հակամարտող կողմերի կողմից ընդունված կոնֆլիկտի կարգավորման հիմքում։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչման 4-րդ հարմար հնարավորությունը եղել է 2020 թվականին, երբ նույն թվականի սեպտեմբերի 27-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաեւ 1994 թվականի մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ եւ վարձկան ահաբեկիչների օգնությամբ երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա եւ մինչեւ նույն թվականի նոյեմբերի 9 տևած 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի եւս մոտավորապես 75%-ը։ 5-րդ հարմար հնարավորությունը եղել է 2022 թվականին, երբ նույն թվականի դեկտեմբերի 12-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների եւ կրակի ամբողջական դադարեցման մասին եռակողմ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան հայտարարությունը հանձինս ուժային կառույցների նախկին եւ ներկա մի խումբ ծառայողների, որոնք հանդես էին գալիս իբրև էկո-ակտիվիստներ, արգելափակել է Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Շուշի Քարինտակ Խաչմերուկի հատվածը, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ին Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող ճանապարհահատվածում Հակարիի կամրջի հարակից հատվածում տեղադրել է ապօրինի հսկիչ անցագրային կետ։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այսպես կոչված էկո-ակտիվիստներով, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի հսկիչ անցագրային կետի տեղադրմամբ արգելափակելով Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղին, Ադրբեջանն ավելի քան 9 ամիս շարունակ շրջափակման մեջ է պահել Արցախահայությանը, ենթարկելով նրանց ցեղասպանության։ 6-րդ հարմար հնարավորությունը կրկին եղել է 2023 թվականին,
երբ նույն թվականի սեպտեմբերի 19-ին օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանը կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու եւ վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը 4-րդ անգամ դիմելով ագրեսիայի հարձակվել է Արցախի հանրապետության վրա եւ երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը, ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը ավելի քան 100,000 մարդ բարեբախտաբար մազապուրց փրկվել է ցեղասպանությունից, վտարվելով իր բնորանից, որտեղ ապրել է մոտավորապես 3000-ամյակ անընդմեջ։ Սակայն Արցախի հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում մասնավորաբար հայտարարել է. մեջբերում «Պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը ըստ էության մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան, բայց ինչպես ասել եմ եւ ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական եւ առանցքային թիրախը եւ նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը ըստ էության մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան, բայց ինչպես ասել եմ եւ ասում եմ հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական եւ առանցքային թիրախը եւ նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է։ Իսկ հաջորդ օրը, սեպտեմբերի 20-ին, կրկին ժողովրդին ուղղված ուղերձում էլ մասնավորապես հայտարարել է. մեջբերում ամեն դեպքում մենք կրկին ասում եմ, տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն եւ կշարունակենք հետեւել զարգացումներին։ Ամեն դեպքում մենք կրկին ասում եմ, տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն եւ կշարունակենք հետևել զարգացումներին։ Կարծում ենք մեկնաբանություններն ավելորդ են։ Ցավոք, Արցախի հանրապետության անկախությունը ճանաչելու բոլոր առնվազն 6 հարմար հնարավորություններն էլ Հայաստանի Հանրապետությունը բաց է թողել օրվա իշխանության քաղաքականապես անհեռատես եւ անհիմն հաշվարկների հետևանքով։ Հայաստանի Հանրապետության նախորդ եւ ներկա բոլոր վարչակազմերը հայտարարում էին եւ հայտարարում են, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա կհանգեցնի պատերազմի ընդդեմ Ադրբեջանի, քանի որ դրանով Հայաստանը կհամարվի ագրեսոր եւ այլն։ Ժամանակը ցույց տվեց, որ Արցախի հանրապետության անկախությունը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության նախկին եւ ներկա բոլոր վարչակազմերի մոտեցումները քաղաքականապես սնանկ են եւ հիմնազուրկ։ Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել եւ շարունակում են թույլ տալ, չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը, նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս։ Համոզիչ չէ Արցախի Հանրապետությունը չճանաչելու մասին ցանկացած փաստարկ, ում կողմից էլ այն կներկայացվի։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, գրեթե անհնար է ակնկալել, որ այն կճանաչվի որևէ երրորդ պետության կողմից։ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ գրեթե 30 տարի զբաղվում էր կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ֆորմատը։ Սակայն Ադրբեջանը հարցը փորձեց լուծել ուժային ճանապարհով, պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ։ Փաստացի Ադրբեջանը դուրս եկավ խաղաղ բանակցային ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությունից։ Այս պարագայում հարց է առաջանում. միջազգային հանրությունը Ադրբեջանին համարել է ագրեսոր, պատժամիջոցներ կիրառել է Ադրբեջանի նկատմամբ, վեճերի խաղաղ կարգավորման մասին եւ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտում եւ միջազգային իրավական այլ ակտերում արձանագրված սկզբունքները խախտելու համար։ Պատասխանն ավելի քան հստակ է. ոչ։ Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, ըստ որի Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ, հարկ ենք համարում նշել հետեւյալը. պատերազմը Ադրբեջանի հետ չի ավարտվել։ Ադրբեջանը մշտապես պատերազմ է վարել ընդդեմ Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, իսկ Արցախի օկուպացիայից հետո էլ պատերազմ է վարում ընդդեմ Հայաստանի։ Պարզապես այդ պատերազմն այսօր ակտիվ ռազմական գործողությունների վարման փուլում չէ։ Ի վերջո,
Եթե Հայաստանի Հանրապետության նախկին վարչակազմերից որևէ մեկի օրոք Հայաստանի Հանրապետությունը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող հայտարարել, որ Ադրբեջանի 86600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը։ Ինչու՞։ Քանզի նախքան այդ հայտարարությունը Հայաստանի Հանրապետությունը համապատասխան իրավական ակտի ընդունմամբ արդեն պաշտոնապես ճանաչած կլիներ Արցախի անկախությունը, եւ եթե Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, հանդես գար Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությամբ, ապա նման հայտարարությունը չէր կարող ունենալ ոչ իրավական եւ ոչ էլ քաղաքական նշանակություն, իսկ նման հայտարարության հեղինակը կհայտնվեր անհասկանալի իրավիճակում։ Իդեպ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահը 3 անգամ ուղղակի, 3 անգամ անուղղակի կերպով քննադատել է Հայաստանի նախորդ եւ ներկա բոլոր վարչակազմերին։ Քանի որ այդ բոլոր քննադատություններից առավել ուշագրավ են ուղղակի քննադատությունները, մենք կհիշատակենք միայն դրանք։ Այսպես, առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուղղակի կերպով այս մասին խոսել է Ադրբեջան-Արցախ երրորդ պատերազմի ավարտից 8 օր անց Ադրբեջան-Արցախ հակամարտության թեմայով տված հարցազրույցի ժամանակ 2020 թվականի նոյեմբերի 17-ին, որտեղ մասնավորապես ասել է. մեջբերում, ինչ վերաբերում է Ղարաբաղի որպես անկախ ինքնուրույն պետության ճանաչմանը կամ չճանաչմանը, ապա դա կարելի է տարբեր կերպ գնահատել։ Դա անկասկած էական գործոն կլիներ, այդ թվում վերջերս ավարտված արյունալի պատերազմի ընթացքում, որովհետև Ղարաբաղի, այդ թվում Հայաստանի կողմից չճանաչման բուն փաստը էապես իր հետքն է թողել իրադարձությունների ընթացքի եւ ընկալման վրա։ Այստեղ պետք է ուղիղ խոսել։ Ժամանակին Վրաստանի նախկին ղեկավարության հանցավոր, անկասկած գործողություններից հետո, նկատի ունեմ Հարավային Օսիայում մեր խաղաղապահների դեմ հարվածները, Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը։ Մենք արդարացի ենք ճանաչել Ղրիմում ապրող ժողովրդի կամարտահայտությունը եւ այնտեղ ապրող մարդկանց Ռուսաստանի հետ վերամիավորվելու ձգտումը։ Մենք ընդառաջ գնացինք մարդկանց, դա արեցինք բացահայտ։ Ոմանց դա կարող է դուր գալ, ոմանց ոչ, բայց մենք դա արել ենք, ելնելով այնտեղ ապրող մարդկանց շահերից եւ ելնելով ողջ Ռուսաստանի շահերից։ Եվ մենք չենք համաչում դրա մասին ուղիղ խոսելուց։ Ինչ վերաբերում է Ղարաբաղին, դա չարվեց, եւ դա իհարկե էական ազդեցություն ունեցավ այնտեղ տեղի ունեցող բոլոր իրադարձությունների վրա։ Что касается признания и непризнания Карабаха в качестве независимого самостоятельного государства, здесь можно по-разному это оценивать, но это без всяких сомнений было существенным фактором, в том числе и в ходе только что, надеюсь, завершенного кровопролитного конфликта. Потому что сам факт непризнания Карабаха, в том числе со стороны Армении, он существенным образом накладывал отпечаток на ход событий и на его восприятие. Вот, ну что, здесь надо прямо говорить. Мы в свое время после преступных, без всякого сомнения, действий бывшего грузинского руководства, нанесения ударов имею в виду нанесение ударов по нашим миротворцам в Южной Осетии, Россия признала независимость Южной Осетии и Абхазии. Мы признали справедливым волеизъявление народа, проживающего в Крыму, и стремление этих людей, проживающих там, воссоединиться с Россией. Мы пошли навстречу людям. Мы сделали это открыто. Кому-то это может нравиться, кому-то не нравится, но мы делали это в интересах тех людей, которые там проживают, и в интересах всей России. И мы не стесняемся об этом прямо говорить. В отношении Карабаха это сделано не было, и это существенным образом, конечно, оказывало влияние на все происходящие там события. Արցախի հանրապետության անկախությունը չճանաչելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահը երկրորդ անգամ ուղղակիորեն քննադատել է Հայաստանի նախորդ եւ ներկա վարչակազմերին 2023 թվականի հոկտեմբերի 5-ին մասնակցելով Վալդայ միջազգային ակումբի 20-րդ հոբելյանական հանդիպման լիագումար նիստին։ Պատասխանելով Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցին, Ռուսաստանի Դաշնության նախագահը մասնավորապես ասել է. մեջբերում, երբ Ղարաբաղը հռչակեց իր անկախությունը, ոչ ոք չճանաչեց այդ անկախությունը։ Նույնիսկ Հայաստանը, ինչն անկեղծ ասած ինձ համար տարօրինակ է։
Բայց այնուամենայնիվ որոշումն այդպիսին է եղել։ Նրանք չեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը։ Когда Карабах объявил о своей независимости, никто не признал эту независимость. Даже Армения. Что, честно говоря, для меня странно, но, тем не менее, такое было решение. Они не признали независимость Карабаха. Երրորդ անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահը կրկին ուղղակիորեն քննադատել է Հայաստանի նախորդ եւ ներկա վարչակազմերին Արցախի հանրապետության անկախությունը չճանաչելու համար Ղազախստան կատարած պետական այցի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով 2024 թվականի նոյեմբերի 28-ին Աստանայում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ, որտեղ մասնավորապես հայտարարել է. Մեջբերում Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները ունեն իրենց առանձնահատկությունները, չէ՞ որ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ իհարկե Ղարաբաղը չի ներառել իր պետական պարագծի մեջ։ События, связанные с Карабахом, имеют свою специфику. Ведь Армения не признала Карабах в качестве независимого государства и уж точно не включала Карабах в свой периметр государственный. 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի հանրապետությունը եւ Հայաստանի հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Ադրբեջանի կողմից Արցախի հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքի Շուշի Քարինտակ ճանապարհահատվածն Ադրբեջանի կողմից փակելու մասին հարցը։ Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր 5 մշտական անդամների ներկայացուցիչները եւ ոչ մշտական անդամների առանձին ներկայացուցիչներ։ Բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների։ Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին, ուղղված Ադրբեջանին։ Մնացածների, այդ թվում Հայաստանի ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի կոչերը անհասցե։ Ավելին, Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հասնել նրան, որ միջանցքը մասնակի բացվել է։ Արցախի հանրապետությունը եւ Հայաստանի հանրապետությունը միմյանց կապող Արցախի հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինաբար արգելափակելու մասին հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երկրորդ անգամ քննարկվել է 2023 թվականի օգոստոսի 16-ին։ Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր 5 մշտական եւ 10 ոչ մշտական անդամ երկրների ներկայացուցիչները։ Ինչպես առաջին անգամ, երկրորդ անգամ եւս բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների։ Արգելափակված միջանցքը բացելու մասին Ֆրանսիայի, Մալթայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին, ուղղված Ադրբեջանին։ Մնացածների, այդ թվում Հայաստանի ռազմավարական դաշնակցի Ռուսաստանի կոչերը անհասցե։ Նկատի ունենալով, որ հարցի երկու անգամ քննարկման ժամանակ փակված միջանցքը բացելու վերաբերյալ Ադրբեջանին հասցեական կոչեր են ուղղել միայն Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Մալթայի ներկայացուցիչները, Արցախի հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցով հարկ է առաջնահերթորեն աշխատանքներ տանել հենց այդ պետությունների հետ։ Նշված պետությունների ցանկին պետք է ավելացնել նաեւ Ուրուգվային, որպես հայոց ցեղասպանությունը աշխարհում առաջինը ճանաչած պետություն։ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության վարչակազմերը Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցով առաջնահերթորեն պետք է աշխատանքներ սկսեն Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մալթայի եւ Ուրուգվայի հետ։ Այսպիսով, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման խաղաղ հնարավորությունը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է։ Իսկ դրան հասնելու հնարավորություններից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման մյուս եղանակը ուժային եղանակն է։ Եթե միջազգայինորեն չճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Արցախի Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների Արցախ վերադարձն իրականություն դարձնելու եւ այնտեղ նրանց խաղաղ անվտանգ եւ ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմը կարող է դիտարկել նաեւ ուժային եղանակը։ Հարցը ուժային եղանակով լուծելու հնարավորություն Արցախի Հանրապետության վարչակազմին տալիս է միջազգային իրավունքը։ Այսպես 1933 թվականի դեկտեմբերի 26-ին Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում
ամերիկյան 20 պետություններ, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, ընդունել են պետությունների իրավունքների եւ պարտականությունների մասին կոնվենցիան, որն առավելապես հայտնի է Մոնտեվիդեոյի կոնվենցիա անունով։ Հիշյալ փաստաթղթի 3-րդ հոդվածում մասնավորապես արձանագրված է մեջբերում. պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից։ Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունը իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը։ Մեջբերման ավարտը։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ դե ֆակտո պետությունը կարող է ցանկացած միջոցով, այդ թվում նաև ուժի միջոցով, պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու անկախությունը։ Հարկ է նշել, որ 2021 թվականի սեպտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության ազգային ժողովը վավերացրել է Մոնտեվիդեոյի կոնվենցիան, իսկ ուժային եղանակը գործադրելու իր իրավունքը Արցախի Հանրապետությունը կարող է իրացնել հետևյալ կերպ. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը, որից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետության վարչակազմը Արցախի Հանրապետության վտարանդի վարչակազմի հետ կնքում է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագիր։ Ղեկավարվելով Մոնտեվիդեոյի կոնվենցիայի եւ Հայաստանի Հանրապետության հետ կնքված բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի դրույթներով Արցախի Հանրապետության վարչակազմը պաշտոնապես գրավոր դիմում է Հայաստանի Հանրապետության վարչակազմին, խնդրելով Արցախի Հանրապետությանը տրամադրել ռազմական օգնություն։ Արցախի Հանրապետության վարչակազմը վերակազմավորելով Հայաստանի Հանրապետության տրամադրած ռազմական օգնությունը այն անվանում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ, որի միջոցով էլ դեօկուպացիայի է ենթարկում Արցախի Հանրապետության տարածքը։ Արցախի Հանրապետության դեօկուպացիայի հատուկ ռազմական գործողությանը կարող են մասնակցել կամավորական ջոկատներ ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ արտերկրից։ Հաշվի առնելով 1918 թվականի մայիսին Օսմանյան Թուրքիայի վարչակազմի կողմից Հարավկովկասյան տարածաշրջանում Ադրբեջան անունով արհեստական, կեղծ խամաճիկային կազմավորման ստեղծման փաստը, ինչպես նաև Արցախի եւ Հայաստանի Հանրապետության հետ այդ արհեստական կազմավորման փոխհարաբերությունների ողջ պատմությունը, որը կազմում է 107 տարի, վստահաբար կարող ենք պնդել, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով չի ազատելու Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի նույնիսկ 1 մմ-ը։ Հետևաբար, Արցախի մեր հայրենակիցների տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով Արցախ վերադարձը իրականություն դարձնելու եւ այնտեղ նրանց խաղաղ, անվտանգ ու ստեղծարար կենսագործունեությունն ապահովելու նպատակով հրամայական անհրաժեշտություն է ուժային եղանակով օկուպանտ եւ ցեղասպան Ադրբեջանին դուրս քշելու Արցախի Հանրապետության տարածքից։